Բարի գալուս Civilnet, մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ֆանյան հրավեր ընդունելու համար։ Տեսեք, Հայաստանի տնտեսական կյանքում առաջին երամսյակ երբ դիտարկում ենք, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Մենք ունենք արտահանման եւ ներմուծման բավական կտրուկ անկում, մենք ունենք հատկապես ոսկու եւ ոսկերչական իրերի, ինչպես նաեւ թանկարժեք քարերի արտահանման եւ ներմուծման էլի բավական կտրուկ անկում, որի հետ նաեւ ներքև է տարել ընդհանուր մշակող արդյունաբերությունը, որովհետեւ դա անցած տարի գրանցվում էր հենց այդ ոլորտում, բայց միջնաց եւ տնտեսական աճի տեմպերի թուլացում, բայց դրան զուգահեռ ունենք նաեւ հարկային մուտքերի ավելացում։ Եթե ընդհանուր գնահատական տանք, ինչով է սա պայմանավորված։ Մի կողմից տնտեսական աճը թուլանում է, տնտեսական կյանքը եւ ակտիվությունը թուլանում է, բայց հարկային մուտքերը ավելանում են։ Ես առաջարկում եմ սկսենք ավելի հատվածական դիտարկելու եւ արդեն ընդհանուր գնահատական հետո հատվածականին կանցնենք։ Ընդհանուր կապը հասկանանք երկու հատվածների միջև։ Ճիշտ է, Հայաստանում արտահանումը ապրանքների կրճատվել է առաջի երամսյակում 61.8%-ով, բացարձակ թվով եթե նայում ենք կազմում է 2 միլիարդ 748 միլիոն դոլար, ընդ որում ոսկու թանկարժեք քարերի եւ այլ թանկարժեք մետաղների անկումը կազմել է 2 միլիարդ 770 միլիոն դոլար, այսինքն ոչ ոսկու եւ թանկարժեք մետաղների աճը մի թեթև նույնիսկ աճ ենք ունեցել 20 միլիոն դոլարի, 22 միլիոն դոլարի շրջանակում, բայց ոսկին անկումը ապրել։ Եկեք հասկանանք, թե ինչու ոսկին այդպես մեծ տեմպերով սկսեցինք ներմուծել եւ ապա արտահանել։ 2023 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը սահմանեց արտահանման մաքսատուրք ոսկու համար, բացառությամբ եթե դա իրականացվում է ԵԱՏՄ երկրների շրջանակում։ Բացի այդ, մենք գիտենք, որ կա եւ մինչ օրս էլ կա այդ սանկցիաների վտանգը եւ դրսի կոնտրագենտները կամ գնորդները ավելի շատ նախընտրում են ոչ ռուսական միջնորդներից ձեռք բերել, քան թե ուղղակիորեն ռուսական աղբյուրներից ձեռք բերել այդ ոսկին։ Հետագայում 2024 թվականի ապրիլին Ռուսաստանը այդ մաքսատուրքը, որը 10% էր կազմում, հանեց։ Մի որոշ ժամանակ իհարկե իներցիոն էֆեկտով դեռևս հայաստանյան գործարարները կարողանում էին այդ արժեշտային ներգրաված լինել, բացի այդ ես նշեցի հանգամանքը, որ օրինակ ժամանակին շատ ավելի խիստ էին նայում, քան թե Թրամփի ժամանակ առևտուրը ոսկու հետ կապված։ Արդյունքում դանդաղելով այդ հոսքը մենք հիմա արդեն տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ սկսում ենք համեմատել, նայեք 24 թվականի առաջի երամսյակում եղել է մեր ոսկու ներմուծման պիկային ժամանակահատվածը, եւ հիմա երբ որ անկում ունենք, բնականաբար այդ անկումը շատ ավելի շոշափելի է դարձել։ Ըստ էության մենք ներմուծել ենք ոսկի Ռուսաստանից, որոշակի վերամշակման ենք ենթարկել մի մասը եւ արտահանել ենք այլ երկրներ։ Ռուսաստանը ինչու մտցրեց եւ ինչու հանեց այսքան կարճ ժամանակահատվածում այդ մաքսատուրքը։ Խնդիր ուներ պետական բյուջեի միջոցները համալրելու, դրա համար սահմանեց մաքսատուրք եւ առհասարակ պատերազմական պայմաններում, քանի որ ոսկու գները ամբողջ աշխարհում գնալով բարձրանում են, Ռուսաստանը խնդիր էր դրել ավելի շատ մուտքեր գոյացնել պետական բյուջեի համար։ Հանելու նպատակը հասկացա, որ այն պրեմիումը, որը ըստ տրամաբանության պետք է մնար Ռուսաստանի պետական բյուջեին, ԵԱՏՄ անդամ այլ երկրների միջոցով սկսեցին նրանք կլանել, այդ թվում նաև Հայաստանի միջոցով։ Այսինքն սողանցքներ գտան եւ չվճարելով այդ 10%-ը երկրների այլ երկրների միջոցով հասկացան, որ դա ուղղակի տնտեսական այն արդյունքները, որ իրանք ակնկալում են, չստացան։ Ավելին դուրս է գնում կապիտալը։ Եվ ստիպված հանեցին։ Սա է եղել ընդհանուր պատմությունը ոսկու հետ կապված։ Հիմա ազդեցությունը մեր տնտեսության վրա իրականում ազդեցությունը չնայած այդ մեծ ցուցանիշների մասին որ խոսում ենք, նայեք, ընդհանուր թիվը, որի համար, այսպես ասած, պայքարում են 10%-ն է։ Այս 10%-ը բնականաբար ծավալ է։ Այս 10%-ը, մաքսատուրքի այդ 10%-ը ինչ որ մի ձև պետքա բաշխվեր ռուսաստանցի ոսկու սեփականատերերի եւ մեր
միջնորդների միջև, հա, տարբեր գնահատումներով մեր առավելագույնը մեր մասնաբաժինը կարելի 5%-ի շրջակայքում։ Դե եթե հաշվի առնենք, որ մեր մի պահ գոնե մեր արտահանման մոտավորապես 60-70%-ը դա ոսկի եւ թանկարժեք քարերն էին։ Դե հիմա եթե շրջան կար, որ ինքը ավելի բարձր էր, բավական կլորիկ գումար է դա եղել։ Դե նայեք, եթե մենք խոսում ենք, որ կրճատվել է նախորդ տարվանուն երամսյակի համեմատ 2 տրիլիոն 770 միլիարդ դրամով, դրա եթե մաքսիմումը դնենք 5%, ես ասում մաքսիմում ցուցանիշ որ կարա լինի, իրականում շատ դեպքերում դա ավելի սահմանափակ ցուցանիշ է եղել։ Բնականաբար որոշակի ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, սակայն այս բիզնեսի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ինքը խիստ կենտրոնացած էր։ Ի տարբերություն օրինակ ավտոմեքենաների բիզնեսին, որտեղ ներգրաված էին տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում նաև փոքր ներդրողներ, որ մի քանի տասնյակ հազար դոլար ներդրելով բերում էին մեքենա, հետագայում վաճառում էին։ Ավելի ներառական էր, ավելի շատ մարդ էր մասնակցում այդ արժեշտային։ Ոսկու դեպքում դա շատ ավելի սահմանափակ էր, այսինքն սահմանափակ թվով մարդկանց շրջանակում էր այդ ամեն ինչը կուտակված։ Համաձայն հրապարակումների 1, 2, 3, 4 ընկերությունների մասին էր խոսքը, որ ներգրաված էին։ 2 ընկերություն են, որոնք առաջինը շատ ավելի մեծ դեր ունի, դրանից հետո գալիս են ավելի փոքր։ Ես տեղյակ եմ, որ նաև փոքր ներմուծողներ են ներգրաված եղել, բայց հիմնական մեծ մասը այդ խոշորների։ Համաձայն հրապարակումների հիմնական իշխանության հետ աֆիլիացված ընկերություններ էին, քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ։ Չեմ կարող մեկնաբանել ինչքանով էր այդ հանգամանքը ճիշտ թե ոչ, բայց հրապարակումներին ես էլ եմ ծրել։ Եթե մենք ունենք այս իրավիճակը, այս ազդեցություն, եթե նայում ենք մեր գնահատման փորձագիտական առաջին եռամսյակում 2025 թվականի առաջին եռամսյակում այս ոսկու անկումը մոտավորապես 1%-ային կետի շրջակայքում է հնայի վրա լինելու։ 1%-ային առաջին եռամսյակում։ Այո։ Այսինքն բջին քիչ չի։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ոսկու հանք է շահագործվում կամ ցանկանում են շահագործել ամուսարի ոսկու հանքը, որի ազդեցությունը հնայի վրա գնահատվում է 0.5-ից 1%, հսկայական ոսկու հանքը, սա քիչ չէ։ Այդ համամիտ չեմ, իրականում ավելի մեծ է լինելու ամուսարի ազդեցությունը։ Հետո ֆինանսների նախարարության գնահատականն եմ ասում։ Նայած որ երամսյակի համար, նայած որ տարվա համար, որ կտրվածքով մենք ունենք այդպես ուսումնասիրություն շատ ավելի մեծ է, եթե ամբողջ տարով ինքը սկսում է աշխատել, ու նաև իհարկե կախված է որ տարվա մասին արդյունահանման ծավալները փոխվում են։ Սա խոսքը վերաբերում է այս երամսյակի համար։ Տարեկան կտրվածքով ինքը շատ ավելի քիչ է լինելու։ Հա, որովհետև արդեն 2024-ի ավարտից արդեն այո, մենք արդեն ունեցել ենք տեմպերը նվազում են։ Ինքը շատ ավելի տարեկան կտրվածքով, եթե նայենք, շատ ավելի սահմանափակ է լինելու։ Ես ձեզ ասում եմ 1%-ային կետի շրջակայքը որպես մաքսիմալ ցուցանիշ։ Հասկացա, լավ։ Արտահանման եւ ներմուծման հետ կապված հասկացանք, որ դրանք արտածին գործոններն էին, հիմնականում, որոնք հիմա չեզոքացել են մեծ հաշվով կամ չեզոքացման եզրին են գտնվում եւ դրանց ազդեցությունը շատ մինիմալ է։ Երբ ես խոսում էի, երբ ասուլիսներից մեկի ժամանակ, երբ հարց ուղղվեց ուրեմն Կենտրոնական բանկի նախագահին Մարտին Գալստյանին այն մասին, որ եթե այդ արտածին գործոնները չեզոքանան Հայաստանի տնտեսությունը հետ է գնալու մինչև 2022 թվականի փետրվարի ցուցանիշների, ինքը չհամաձայնեց դրա հետ, այսինքն ասաց, որ չի կարծում, որ այդպես լինելու, որովհետև այնուամենայնիվ պոտենցիալի աճ տեղի է ունեցել եւ դա իրեն զգացնել կտա։ Ասացեք, խնդրեմ, պոտենցիալ աճել է Հայաստանի տնտեսության 2022 թվականից այս կողմ եւ արդյոք եթե այդ արտածին գործոնները ամբողջությամբ չեզոքանան, մենք չենք ունենա 2 տարի այսպես հետ չենք գնա տնտեսությանը բանի տեսանկյունից։ Երևի թե մեր հեռուստադիտողների նախարարինը պետք է բացատրենք, թե ինչ է տնտեսական աճի պոտենցիալը։ Տնտեսական աճի պոտենցիալը տարբեր հեղինակներ տարբեր ձև են մեկնաբանում, բայց հիմնական այցությունը կայանում է նրանում, թե տնտեսությունը ինչքան ներուժ ունի այլ հավասար պայմաններում, նկատի ունեմ արտածին գործոնների ազդեցությամբ կամ կլինի արտաքին կամ արտածին գործոնների կամ ներքին գործոնների ազդեցությամբ դրական թե բացական ինչպիսի աճ կարող է ցույց տալ։ IMF-ի տվյալներով մենք ունեցել ենք որոշակի աճ 2022 թվականի համեմատ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը որոշակիորեն աճել է։
Եվ այս աճի ուղղությամբ իրականում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ պետքա ջանքերը գործադրել այս աճի պոտենցիալը երկարաժամկետում շարունակ, որպեսզի աճի եւ այդ աճի տեմպը որոշակիորեն պահպանվի։ Ես կիսում եմ Մարտին Գալստյանի գնահատականները, որ 2022 թվականի փետրվարի մակարդակին մենք չենք կարող վերադառնալ, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ այս պահին, եթե նույնիսկ պատերազմը կանգնի եւ սահմանները բացվեն, դեռ որոշակի ժամանակահատված մենք ունենք, որտեղ առողջության ձևավորվել է, որոշակի գործարարքապեր են գործում, պարտավորվածություններ, որոշակիորեն մենք դեռևս մեր դիրքերը կպահպանենք, բայց բնականաբար կունենանք նաև համեմատական անկում։ Ես մի ուրիշ նկատառում էլ կցանկանայի նշել, շատերը վերարտանմանը որպես գործոն շատ այսպես բացասական են վերաբերում։ Ես ուզում եմ ասեմ, որ որպես տնտեսագետ որևէ բացասական երևույթ դրա մեջ չեմ տեսնում։ Այսինքն, եթե մեր տնտեսության ինչ-որ մի ճյուղի է վերածվել, օրինակ մի շվեյցարիան, որ ինքը մեծ քանակությամբ վերարտանման գործարքների մեջ է ներգրաված, նույն հոլանդիան ծաղիկների մասով, ներմուծում են Էկվադորից, այլ երկրներից, Կենիայից եւ իրենց այո, բայց նրանք վերածվել են մեծ հաշվով այդ ապրանքատեսակների հաբերի, բորսաների, գին են թելադրում, քաղաքականություն են մշակում։ Մեր դեպքում շատ པարզ վերարտանման սխեմա է գործում։ Պարզ վերարտանման սխեմա է, ես նույնիսկ եթե մարդիկ եզակի գործոններով, իրավիճակով պայմանավորված կարողանում են շահույթ գեներացնել, դա միայն կարելի է դրական վերաբերվել դրան, որովհետև այդ շահույթը համախառն ներքին արդյունքի մաս է կազմում։ Այլ բանա թե ինչպես ենք մենք խարսխում այդ եկամուտները մեր երկրում, որովհետև այդ տնտեսական աճը միջնաժամկետում կամ երկարաժամկետում տնտեսական աճի պոտենցիալը ավելացնում։ Այսինքն հավելյալ ներդրումներ արվում են դրանցով, չեն արվում։ Այո, եթե շահույթը գեներացվել է, այդ մարդը ինչ անում շահույթը։ Դուրս է տանում Հայաստանից այլ երկրում ներդրում է անում։ Հայաստանում օրինակ ոչ, այսպես ասած, արտադրողական ոլորտում է ներդրում անում սպառման նպատակով։ Ավանդը դա լավ սցենար է, վատ սցենար չի։ Վատ սցենար կարա համարեմ ես, օրինակ, երբ որ մարդիկ որոշակի եկամուտներ ունեն եւ մեքենա են առնում շքեղ օգտագործման համար, որը իրենց համար արտադրողական կապիտալ չի, այսինքն այդ մեքենայով հնարավոր չի հավելյալ գումար աշխատել։ Կամ օրինակ բնակարաններ են ձեռք բերում, որը հնարավոր չի, բնակարաններ են ձեռք բերում, առանձնատներ են ձեռք բերում, որը վարձով չեն կարողանում տրամադրել։ Հասկանալի է, հենց հարցս դրան էր վերաբերելու մյուս, երբ այսպես ոչ հարկունակ ոլորտները, ինչպես ընդունված է ասել, վերարտահանման ոլորտները, հա, որտեղ հնարավոր է հեշտ կարճ ժամանակում հեշտ գումարներ աշխատել, երբ այդ սխեմաները վերանում են կամ թուլանում են, այսպես շատ པարզ հարց տամ, դա լավ է տնտեսության համար, թե վատ, ինչու եմ ես հարց տալիս, որովհետև ժամանակին երբ խոսում ենք նաև պաշտոնյաների հետ, իրենք ասում են հետևյալը, ինչու պետք է մարդիկ շահագրգռված լինեն արտադրություն զարգացնել միտեղ, որտեղ եթե հնարավոր է པարզ որոշակի մեխանիզմներով ավելի շատ գումար աշխատել, բերել ինչ-որ ապրանք, տանել Ռուսաստան վաճառել, մեծ ռիսկերի չդիմել եւ այդ գումարը աշխատել, այլ ոչ թե արժեշտքներ ձևավորել, պարտներների հետ պայմանավորվել, դիստրիբյուցիա իրականացնել եւ այլ եւ այլ։ Եվ երբ որ այս པարզ սխեմաները վերանում են, մարդիկ սկսում են մտածել նրա մասին, որ բարդ շղթաներ կառուցեն, արտադրություններ հիմնեն։ Իրականում գործարար հանրության արդեն կրթական մակարդակի եւ զարգացվածության հետ մենք գործ ունենք ձեր ասած հարցի պարագայում, որը այնքան էլ բարձր չի մեր միջավայրում, այսինքն մարդիկ իրավիճակից ելնելով վաստակում են գումարներ, սակայն իրենց վաղվա օրվա մասին մեծ հաշվով չեն մտածում։ Մենք տնտեսության շատ ոլորտների ենք ծանոթ, որ ժամանակին գեներացել են բավականին մեծ շահույթ, բայց երբ որ խնդիրը առաջացել, կրիտիկական իրավիճակներ են ստեղծվել, դարձյալ պտտվել են դեպի պետությունը եւ հայցել են որոշակի օգնություն, այնինչ խելամիտ կառավարման դեպքում կարող են ձևավորել պահուստներ, որ իրենց ծանր օրվա պարագայում, եկեք այսպես ձևակերպենք, կարող են օգտագործել դրանք։ Բացի այդ, պետք է նշել, որ նաեւ մի այլ խնդիր էլ կա։ Մեր մոտ, քանի որ կորպորատիվ առհասարակ կապիտալի շուկան զարգացած չի եւ ձևավորվել է սահմանափակ քանակով ինչ որ կապիտալ, դրամագլուխ, ասենք մի քանի $100,000, մի քանի տասնյակ հազար դոլարով շատ դեպքեր եմ ասում, օրինակ ավտոմեքենաների առևտրի օրինակից է ելնելով, այդ մարդիկ չեն կարող մեծ
արտահանման միտված արդյունաբերություն զարգացնեն, հա, կամ որևէ այդպես շոշափելի մեծ բիզնես սկսեն։ Իսկ երբ որ կապիտալի շուկան զարգացած լիներ կամ օրինակ թեկուզ փողի կուտակման չի բերում դա էլի տնտեսություն։ Չէ, պետքա լինի ինչ-որ միտեղ, որ կոլեկտիվ կարողանան այդ ներդրումները կատարեն։ Երբ որ այդ կոլեկտիվ ներդրումների հնարավորությունները սահմանափակ են, օրինակ ինձ ուրախացնում է 2024 թվականին, 2025 թվականին բավականին աշխուժացել է կապիտալի շուկան, պարտատոմսերի թվարկումը արդեն այնտեղ։ Ճիշտ է, տղել իր խնդիրները ունի, չանդրադառնանք դրան, այսօրվա մեր թեմային չի վերաբերում, բայց դրանք փոքր ծիծեռնակներ են, որը հույս են ներշնչում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ։ Օրինակ, եթե պետությունը ունենար ՊՄԳ խոշոր նախագծեր, հա, կամ օրինակ մարդկանց գոնե իրազեկեր բավական չափով, որպեսզի գնային այդ ներդրումները կատարանի թեկուզ պետական պարտատոմսերի մեջ, դա ավելի ողջունելի կլիներ, այսինքն այդ ֆինանսական միջոցները խարսխելու անհրաժեշտություն էր առաջացել, որը ասել թե հոյակապ իրականացվեց, թերևս կստենք եւ նաեւ չեն կարող նույնիսկ բավարար մակարդակի գնահատել։ Շատով երկու ոլորտ կա այնուամենայնիվ, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական աճի թուլացմանը զուգահեռ որոշակի աշխուժություն եւ բավական հետաքրքիր աշխուժություն։ Բանկային ոլորտը, որտեղ նաեւ դուք եք հրապարակում կատարել, որ հունվար-մարտ ամիսներին արձանագրվել ավելի քան 100 միլիարդ դրամի զուտ շահույթ, ինչը 21%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Բանկերը ինչ որ առումով ֆինանսական համակարգը մեր տնտեսության հայելին են։ Եթե տնտեսությունը ակտիվ է, աշխուժ է, բանկային համակարգը էլ ավելի է ներգրաված տնտեսության մեջ, էլ ավելի շատ վարկավորում է տնտեսությունը եւ այլ։ Երբ նվազում է տնտեսությունը, սա պետք է ազդի նաեւ բանկային համակարգի վրա, այդպես է ենթադրվում, այդպես է թելադրում նաեւ տրամաբանությունը։ Ինչու է հակառակը մեզ մոտ։ Դուք ասում եք 2021 թվականի, դուք նկարագրում եք 2022 թվականի տրամաբանությունը։ Հայաստանի տնտեսության պատկերը իրականում, եթե մինչև մեր բանկային ոլորտը արտահանմամբ չէր զբաղվում, ես ծառայությունների արտահանման չեմ զբաղվում, եւ իրականում քանի որ խոսք գնաց ծառայությունների արտահանման մասին, մեկ այլ տարածված ես կարծում եմ կարծրատիպային մոտեցում կա, որ արտահանում ասելով հիմնականում նկատի ունեն ֆիզիկական ապրանքների արտահանումը, այնինչ ծառայությունների արտահանումը ոչ պակաս կարևորություն ունի եւ ցուցատալի միջազգային փորձի ուսումնասիրությունը այն երկրները, որոնք արտահանման վրա հիմնված տնտեսական աճ են արձանագրել, բացառությամբ մի քանի երկրի՝ Վիետնամ, Հնդկաստան, մնացածը հիմնականում ծառայությունների արտահանման շնորհիվ է դա իրականացվել։ Հետևաբար, եթե մեր բանկային ոլորտի ներկայացուցիչներին հաջողվում է սպասարկել արտասահմանյան հաճախորդների եւ այդ շահույթը շատ դեպքերում նաեւ գոյանում է արտասահմանյան հաճախորդների սպասարկման արդյունքում, սա միայն պետք է ողջունել եւ որևէ վատ բան ստեղ չպետք է ցանկանում ենք հասկանալ։ Դա բանկային համակարգում հատկապես 1-2 խոշոր խաղացողների մոտ առհասարակ իրենց հասույթի մի զգալի մասը ձևավորվում է օտարերկրյա հաճախորդներին սպասարկելուց եւ նաեւ փոխարժեքի այդ սփրեդից, այսինքն հայաստանյան բանկերը արևմտյան եւ ռուսական տնտեսվարողների միջև հանդիսանում են միջնորդներ ռուբլին դոլար եւ հակառակը այդ փոխելու գործընթացում, որը եւս միայն դրական կարելի է նայել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ռելոկանտները եկան Ռուս Հայաստան, գնացին, բայց քանի որ նրանք ունեն եւ շարունակում են ունենալ եւ գուցե աճում է այդ տեմպը Հայաստանում հաշիվներ, Հայաստանի բանկային համակարգում, նրանք շարունակում են իրենց օպերացիաները չլինելով Հայաստանում եւ դրանից Հայաստանի բանկերը շահույթ են ստանում, եթե շատ փորձենք բարձրացնել։ Չէ, իրականում խոսքը ֆիզիկական անձ, ռելոկանտների։ Ես նկատում եմ նաև ընկերությունները նրանց հետ եկած։ Նույնիսկ ոչ էլ ընկերությունները։ Շատ ես տեղյակ եմ, ուղղակի անուններ չնչեցնենք, որ շատ խոշոր ռուսական կորպորացիաներ, այսպես ասած, ունեն Հայաստանում treasury partner-ներ, գանձապետական գործառույթներ իրականացնող գործառույթներ, որոնք իրենց համար ծառայություններ են մատուցում։ Հասկանալի։ Իսկ բյուջեի եկամուտների աճը առաջանցիկ տեմպերով հատկապես ինչով է պայմանավորված։ Տեսեք, պետական եկամուտների կոմիտեի նախագահը
Էդվարդ Հակոբյանը մի քանի անգամ իր խոսքում նշեց, որ դա ակնկալում են այդ պլանը կատարել շինարարության հետաձգված ավելացված արժեքի հարկի հաշվին, հա, որովհետև երբ որ տնտեսությունը աճում է որոշակի տրամաբանությամբ, բայց ավելացված արժեքի հարկը կառուցապատողները վճարում են ժամանակաշրջանի վերջում, շինարարական այդ ամբողջ կենսացիկլի վերջում։ Պատկերացրեք շինարարությունը 3-4 տարի է, չէ՞, ավարտական վկայականն։ Այո, երբ որ տալիս են, ըստ էության վաճառքը, երբ որ ձևակերպվում է, որտեվ շատերը այդ գնման իրավունքով են, չէ՞, իրանք ձեռք բերում, նույնիսկ մնացածը որ բերում է, դա կանխավճար է համարվում, քանի դեռ շենքը չկա, ինքը այդ վճարները կատարում է, կանխավճար է։ Հենց որ շենքը հանձնվում է իրեն, նոր արդեն վերջնավճարը ձևակերպվում եւ մեր օրենսդրության համաձայն ավելացված արժեքի հարկը հաշվարկվում եւ փոխանցվում է կառավարություն։ Էդվարդ Հակոբյանը սա էր հիմնական խնդիրը գործոն նշում, որը թույլ կտա բարձր նշաձողը ապահովել պետական եկամուտների կատարման 2025 թվականի ընթացքում։ Մենք ուսումնասիրել ենք 1000 խոշոր հարկատուների կառուցվածքը ըստ ոլորտների։ Շինարարության ոլորտում ճիշտ է, աճ արձանագրվել է, շուրջ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված շինարարական կազմակերպությունները նախորդ տարվա նույն երամսյակի համեմատ վճարել են շուրջ 11 միլիարդ դրամ ավել հարկ, սակայն այն չափերը, որի մասին խոսքը գնում էր, բնականաբար ոչ ձեր դրա հետ համադրելի չի։ Այդուհանդերձ առաջատար առևտրի ոլորտն է եւ մենք ունենք այդ ավելացված արժեքի հարկի հաշվին եւ այլ հարկերի հաշվին բավականին մեծ գոյացած հարկեր։ Կա կարծիք, եւ դա լսել ենք ոչ միայն հետազոտողներից կամ տնտեսագետներից, նաեւ բիզնեսի ներկայացուցիչներից, որ գերավճարներն են, որոնք հիմա շատ ավելի դանդաղ եւ դժվար են վերադարձվում եւ դրանք զուտ բանի մեջ, այսպես վիճակագրության մեջ բավական մեծացնում են թիվը։ Եվ հետո վերադարձնելուց իհարկե թիվը այլ է լինել։ Մեր մոտ իհարկե այդ դրամարկային մեթոդով է հաշվառումը գնում, ոչ թե հաշվեգրման պետական եկամուտների հատկապես հարկերի մասով եւ այդ առումով ես էլ եմ լսել այդ մտավախությունը, որ կա, սակայն փաստական տվյալներ հրապարակային քանի որ չկան, ավելի մանրամասն կամ գոնե մեզ հասու չեն, չի հաջողվել այդ հիպոթեզը կամ հերքել կամ հաստատել։ Հասկանալի։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիվիլենտ տաղավարում ես զրուցեցի Հայկ Ասվանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։